Ինչու են չինական էլեկտրոմոբիլները Հայաստանում գնում լիզինգով, այլ ոչ թե վարկով։ Եվ ինչ է ընդհանրապես այս լիզինգը։ Եկեք բարձենք։ Ոնց աշխատում սովորական ավտովարկը, կարծում եմ արդեն գիտես։ Ընտրում ես մեքենան, դիմում ես վարկի համար, ստանում ես հաստատում։ Բանկը քեզ փող է տալիս գնման համար կամ փոխանցում է դրանք վաճառողին։ Դու ստանում ես մեքենան քո սեփականության տակ եւ ամսական վճարում ես որոշակի գումար ըստ պայմանագրի։ Լիզինգն աշխատում է սկզբունքորեն այլ կերպ։ Լիզինգային ընկերությունը ֆինանսավորում է գործարքը իր միջոցներով, վճարելով Չինաստանում գտնվող մատակարարին կամ տեղական ներմուծողին։ Երբ մեքենան հասնում է Երևան, լիզինգային ընկերությունը այն հանձնում է քեզ երկարաժամկետ վարձակալության գնելու իրավունքով։ Իրավաբանորեն սեփականատերը մնում է լիզինգային ընկերությունը, մինչև որ դու չկատարես վերջին վճարումը։ Հենց այս տրամաբանությունն է քեզ թույլ տալիս պարտքով ձեռք բերել մեքենա, որը փաստացի դեռ գոյություն չունի Հայաստանում։ Տեղական բանկը երբեք դասական ավտովարկ չի տրամադրի օդի գրավի դիմաց։ Նրան անհրաժեշտ է կոշտ ակտիվ, որն արդեն հատել է սահմանը։ Իսկ լիզինգային ընկերությունը ֆինանսավորում է հենց մատակարարման գործընթացը։ Դասական տնտեսության մեջ լիզինգը սովորական մարդու համար գրեթե իմաստ չունի, բայց մեր իրականության մեջ սա հիանալի աշխատող ֆինանսական կամուրջ է, որը թույլ է տալիս պատվերով մեքենա բերել ուրիշի փողերով առանց ամբողջ գումարը միանգամից գրպանից հանելու։ Բաժանորդագրվի, այստեղ ես պատմում եմ փողի եւ տնտեսության մասին պարզ բառերով։